Հիմա ուշադրություն, կիսվում եմ ձեզ հետ 3 կարևորագույն հոգեբանական քայլով, թե ինչպես ազատվել ձեռք բերած նեգատիվ էմոցիաներից։ Վստահ եմ, որ քեզ հետ էլ է պատահել դեպք, երբ ինչ-որ մեկը կիսվում է քեզ հետ իր խնդիրներով եւ դու նրանից հեռանում ես ծանրացած, մի տեսակ այդ էմոցիաները քեզ վրա վերցրած, կարծես այդ ամենը քեզ հետ պատահած լինի։ Եվ սա եւս մեր ուղեղի հայելային նեյրոնների գործողության արդյունքն է, որոնց միջոցով մենք կարողանում ենք զգալ դիմացինի էմոցիաները, բայց շատ կարևոր է այդ զգացմունքները բաց թողնել։ Հակառակ դեպքում մենք կարող ենք դրանք վերցնել մեզ վրա եւ ապրել ուրիշի էմոցիաներով։ Այսինքն շատ կարևոր է, երբ որ դու կարողանում ես զգալ դիմացինի էմոցիաները, դու կարեկցում ես նրան, փորձում ես օգնել ինչով հնարավոր է, բայց միևնույն ժամանակ պետք է այդ զգացումները բոլորը թողնել քեզնից դուրս։ Հիմա ուշադրություն, կիսվում եմ ձեզ հետ 3 կարևորագույն հոգեբանական քայլով, թե ինչպես ազատվել ձեռք բերած նեգատիվ էմոցիաներից։ Առաջին, անընդհատ մտքիդ մեջ կրկնիր, որ սա իմը չէ, սա իմը չէ։ Երկրորդ, փորձիր խորը շունչ քաշել մի քանի անգամ եւ ամբողջ ուշադրությունդ կենտրոնացրու քո մարմնի վրա։ Եվ երրորդ, պատկերացրու, որ քո մարմնի շուրջ ձևավորված է պաշտպանիչ շերտ, որը օգնում է ամեն ինչ չկլանել։ Էմպաթիան իհարկե հզոր ուժ է, բայց սահմանները պարզապես անհրաժեշտ են։